Սարան լացելով, Սարան դաժե գրեցավչում Սուսավանիմ։ Սարայի հետ իրանց ավտոյով միջև ընդղթա ինչ վիճակում եմ գնացել, կարել չում ասիմ։ Արցախցի Գայանե Մեսրոպյանը դեռ չի հավատում, որ 2 օր առաջ իր հետ պատահածը մղձավանջ չէր։ Ոստիկանները գիշերով իրենց տուն են եկել, իրեն ձերբակալել ու մանկահասակ աղջկա հետ քննչական տարել, վարչապետ Փաշինյանի դեմ մեկնաբանություն գրելու համար։ Ասում հələ մի հատ ուրախաց եք, որ մասկաներով չենք մտել, ձեռնաշղթա չենք հագցնում, միանգամից գրուպայով չենք մտնում, ուրախացեք, որ տենց չենք ձերբակալում։ Վարչապետի մասին մեկնաբանությունն էլ 1 տարի առաջ է եղել։ Պատերազմում եղբորն ու ամեն ինչ կորցրած արցախցի կինը ինչ-որ մեկի ստատուսի տակ գրառում է արել, որտեղ սատկացնել բառն է եղել։ Ոստիկանները դա որակել են բռնության կոչ, քրեական գործ հարուցել ու 1 տարի անց եկել 5 երեխայի մոր հետևից։ Ասում մի տարի է մենք քեզ ման ենք գալիս, որ գտնենք։ Ես էլ ասում եմ մի տարի է ման եք գալիս, լավ է էտա գտակ էլի ինձ։ Լավ եք աշխատում, լավ երկիր է։ Մի տարի հետո ինձ գտել են մի բարի համար, բերման ենթարկել, երեխուս հետ, լացելով, ստրեսի մեջ, չգիտեմ ինչ վիճակում, հասնես Դիլիջան։ Ոստիկանները չեն էլ սպասել, որ տան անդամները դուռը բացեն, ներս են մտել ու առանց որևէ բացատրության պահանջել գիշերով Դիլիջանի քննչական ներկայանալ։ Ձերքերս դողում է, ասում շորերս հագնեմ չի լինում, երեխային լացում է, երեխուս հոգեկանը խանգարալք, հոգեկան աշխարհը խոխած վատ վիճակում։ Ով է պատասխան տալու իմ երեխու համար հիմա։ Հիմա ես եմ ձեզ մեղադրում։ Գայանեի ամենափոքրը 7 տարեկան Սարան համազգեստավորներին տեսնելով սարսափել է, սկսել է լաց լինել, մորը գրկել։ Փոքրիկ աղջկա հեկեկոցնել ոստիկանների վճռականության վրա չի ազդել։ Մորը 7 տարեկան Սարայի հետ Նորհաչնից Դիլիջան են հասցրել։ Արցախից տեղահանվելուց հետո ընտանիքն այնտեղ է գրանցվել։ Լացելով, հա, տարել ենք, Սարան ինձանա չի փոկվում, ինձանա կախված, ցուցմունք հատետի տվալ Սարայի հետ։ Գիշերը, այդ վերասում արդեն տրալա 12-ը։ Տագնապած Գայանեն ամբողջ ճանապարհին խնդրել է, որ ասեն, ինչու են իրեն հրատապ տանում, ինչ է արել, որ մանկահասակ երեխային էլ չեն խնայում։ Ոստիկանները, որից մեկը կին է եղել, ոչինչ չեն ասել։ Մի ժամ սպասել ենք, հա, էտա քնիչը եկալա, թղթերը հանել, թե այս ձեր Facebook-յան էջն է, բա այս ինչ գրառումը կատարել եք, դրա համար ենք ձեզ բերման ենթարկել։ Երբ եք այդ գրառումը։ Մի տարի առաջ, սեպտեմբերի գումչում քանիսին։ Գայանե Մեսրոպյանին 2 օր տարել բերել են հարցաքննել, նա խոստովանել է, որ Փաշինյանի դեմ ինքն է գրել, ասում է գործով որևէ կարգավիճակ չունի, հեռախոսն են արգրավել։ Դուք եք գրել, ասում, հա, ես հերքում չունեմ, որ ես եմ գրել։ Ես եմ գրել, կարող է մարդուն պահի տակ, ազդեցության տակ, այսքանից հետո մարդ ես էլի, հա, բացատրում եմ, ասում եմ, կորցրել ենք, ամեն ինչը թողել ենք, գերեզմաները թողել ենք, ոչ մի բան, ասում եմ, դու լինես իմ տեղը, չես գրի, հալա մի բան էլ ավել կգրեն, ասում եմ, մեկը, այդ բառը չպետք է գրեիր։ Բազմազավակ մորը երեխայի հետ գիշերով հարցաքննության տարած իրավապահները ինչ հաջողություններ ունեն Գառնու բնակիչ Էդվարդ Ստեփանյանի գործով, որ կոչ էր արել կաթողիկոսի գլուխը քարով ջարդել։ Այդ քարտը փնկելխին սատկացնել։ Փաշինյանի ներկայությամբ պատարագից հետո Գառնեցի տղամարդը իշխող կուսակցության կայքի եթերով էր այս կոչը հնչեցրել։ Արդյոք նրան բռնության կոչի համար հարցաքննության կանչել են ու մեղադրանք առաջադրել։ Քննչականից հարցը գրավոր են խնդրել ու երկրորդ օրն է չեն պատասխանում։ Մինչև վերջերս կաթողիկոսի դեմ կոչի հեղինակը ոչ մի կարգավիճակ չուներ։ Իրավապահները ակտիվ են, երբ սոցիալական ցանցերում բռնության կոչերը, ատելության խոսքն ու վիրավորանքները իշխանականների հասցեով են։ Սա դատական գործերն ուսումնասիրած իրավապաշտպանների գնահատականն է։ Ընդհանրապես եթե կարծիք կա, որ ես բոլոր ձերբակալություններին տեղյակ եմ կամ այսինքն հիմա նույնիսկ մամուլում չեմ տեսել դա, բայց ես ուզում եմ ասել, ես բացառում եմ, որ առանց հիմքի որ մեկին ձերբակալեն։ Իսկ ինչ կասի պատմության մյուս հերոսը Նիկոլ Փաշինյանը, փոքրիկին մոր հետ մարզից մարզ գիշերով քննչական տանելու այս արարքի մասին։ Հասկանում եք, այդ ինչ մտածողություն է ընդհանրապես։ Այսինքն Ղարաբաղում ծնվել է անձեռնմխելիություն, հա։ Իջևանում ծնվել է անձեռնմխելիություն, հա։
Ես չգիտեմ, ես տեղյակ չեմ, բացարձակապես չգիտեմ ինչի մասին է խոսում, ընդհանրապես տեղյակ չեմ։ Լրատվամիջոցները հայ իրավապահների այս դետեկտիվի մասին երեկվանից են գրում։ Սոցիալական ցանցերում ակտիվ վարչապետը վստահեցնում է, թե պատմությունից տեղյակ չէ։